Պարոն Տարոն Սիմոնյան, խնդրեմ մինչև 5 րոպեի սահմաններում, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, գերաշնորհ Սրբազան հայրեր, մեծարգո իրավագետներ, դիվանագետներ, տնտեսագետներ եւ լրագրողներ, ողջունում եմ ձեզ։ Ես, քանի որ իրավագետները արդեն մանրամասն ներկայացրեցին իրավական նրբությունները, խնդրի, ես մի փոքր փորձեմ մասշտաբը մեծացնել, որպեսզի խճանկարը ամբողջական լինի, որովհետեւ այն համընկնումները, որ մենք նշեցինք, որ տեղի են ունենում մեր երկու հարևանների քաղաքականության հետ, դրանք միայն տարածաշրջանային չեն, դրանք գլոբալ մի շարք այլ համընկումների փոքր մասը։ Զուգահեռ մի քանի գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, որոնք փոխկապակցված են եւ որոնք ահռելի մեծ հետևանքներ են առաջացնելու հետագայում, ու այդ հետագան երևի թե մեկ սերնդի շրջանակներում մենք կարող ենք տեսնել։ Տեսեք, մենք գտնվում ենք զուգահեռ ընթացող արդյունաբերական հերթական հեղափոխության ընթացքում, որը տնտեսություն է փոխելու եւ որը հասարակության կառուցվածք է փոխելու։ Մենք գտնվում ենք հանրությունների ատոմիզացիայի շրջանում, սպառողական հասարակության քարոզի շրջանակներում եւ գտնվում ենք նոր քաղաքական ազգերի ձևավորման շրջանում։ Դուք կարող եք սա մեր օրինակի վրա տեսնել, մեր հասարակությունը այսօր ատոմիզացման փուլում է գտնվում, մեր հարևան պետությունը չեղած նոր քաղաքական ազգ է փորձում ձևավորել ի հաշիվ նաև մեզ։ Միջազգային աշխարհակարգի փոփոխություն եւ նոր իրավակարգի ձևավորման փուլ, նաև քաղաքական քարտեզների փոփոխություն։ Շատ կարեւոր է նաև պետության մոդելի փոփոխությունը այսօր տեղի ունենում։ Այն պետականության մոդելը, որտեղ մենք ապրում ենք, ձևավորվել է 18-19-րդ դարում եւ մենք 21-րդ դարի երկրորդ կեսին կտեսնենք արդեն լրիվ այլ պետականության մոդել, որին այսօր գնում ենք։ Այս բոլոր գործընթացները այդքան վտանգավոր չեն լինի, եթե լինեին առանձին, բայց երբ որ սրանք միառժամանակ են տեղի ունենում, սա արդեն գիտության մեջ անվանում են բիֆուրկացիոն էֆեկտներ, ճյուղավորման էֆեկտներ, որը զգալի փոփոխություններ է ամբողջ համակարգում բերում։ Եվ եթե պատմականորեն նայենք, այս անցման փուլերը, ասենք մեր թվարկությունից առաջ 13-րդ դարում, 6-րդ դարում, 4-րդ դարում, մեր թվարկության 4-րդ դարում, 7-րդ դարում, 12-րդ դարում, 17-18-րդ դարում եւ այսպես գնալով կտեսնենք, որ այս բոլոր անցումային փուլերում նախորդ համակարգերը կազմաքանդվել են, նոր համակարգեր են ձևավորվել։ Այն բոլոր համակարգերը պետական, հասարակական, կրոնական եւ այլն, որոնք թույլ կազմակերպված են եղել, կազմաքանդվել են ամբողջությամբ եւ նորերն են ձևավորվել։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում մեզանում։ Այս բոլոր գործընթացները օբյեկտիվ գործընթացներ են, որ մեր շուրջը տեղի ունենում։ Մեզանում հայ մարդուն, մեկալ հայ մարդուն միավորող բոլոր կառուցվածքները կազմաքանդման գործընթաց է տեղի ունենում։ Այսօրվա քաղաքական իշխանությունն էլ ամեն գնով դա արագացնում է։ Տեսեք, Արցախը որպես միավորող արժեք, Սփյուռքը որպես միավորող արժեք։ Պետական ինստիտուտների փլուզումը, երբ որ այնտեղ դու աշխատանքի ես ընդունում այդ ոլորտից գաղափար չունեցող մարդկանց, այդ փլուզումը ավելի է արական։ Դատական համակարգի ոչ այնքան բարձր հեղինակության, առանց այն էլ հեղինակազրկում ամբողջությամբ։ Իրացիոնալիզմի, եթե կուզեք, խենթության մեծարում քաղաքականության մեջ, սահմանադրության ոչնչացում, իրավունքի ոչնչացում եւ որը ամենավտանգավորն է բարոյականության ոչնչացում։ Վերջին թելը, որ մարդու հետ կապում է բարոյականությունը, այս վերջին թելն է, երբ որ ոչնչացում է, հասարակությունն ամբողջությամբ ատոմիզացված է լինում եւ հնարավոր է լինում ցանկացած գաղափար նրա վրա կապել։ Հիմա այս գործընթացը բնականաբար դժվար պատահական տեղի ունենա, սա գիտակցված գործընթաց է եւ սրա ճանապարհը նա է, որ կամ մեր հանրույթը գնալու է կազմաքանդման այս քաղաքական իշխանության նաեւ շնորհիվ, որ դառնա ռեսուրս մեկ այլ քաղաքական ազգերի ձևավորման, մեկ այլ պետականությունների ձևավորման համար, կամ միգուցե այսօրվա առաջնորդը կամ որոշ առաջնորդներ քաղաքական վերնախավի մտածում են, որ իրանք նոր համակարգ են առաջարկելու եւ ես բոլորովին չեմ զարմանա, որ մի գեղեցիկ օր նա ասնանա եւ ասի, որ նոր հայտնություն է ապրել եւ նոր կտակարան կամ նոր ավետարան պետք է գրի եւ առաջարկի հանրությանը որպես իր տարբերակ։ Դրա համար այս բոլոր մարտահրավերների բողում մենք պետք է հասկանանք մեր անելիքը, որովհետեւ բոլորս գիտենք ախտորոշման կարծես թե տարբեր այսպես հարթություններ, շերտեր մենք կարողանում ենք տալ։ Բայց մեր անելիքը որը պետք է լինի, իսկ մեր անելիքը եկեղեցին բազմիցս պատմության ընթացքում արել է։ Տեսեք, այս բոլոր փորձությունների ժամանակ 1700 տարի եկեղեցի ինստիտուտը մնացել է։
Եվ յուրաքանչյուր մարտահրավերից հետո ինքը ավելի է ուժեղացել, որովհետև բոլոր քաղաքակրթությունները իրենք հասունանում, զորանում են, երբ որ հաղթահարում են որոշակի մարտահրավեր։ Ես կարծում եմ, որ սա հերթական մարտահրավերն է, որ պետք է հաղթահարենք, եւ ի վերջո այդ մեծագույն մեղքերից մեկը հպարտությունը որպես կարգախոս հռչակելուց հետո մենք էլ պետք է դրան հակառակ մեկ այլ կարգախոս ունենանք գոնե առաքինություն, որպեսզի առաքինի անհատի կերպար կերտելով կարողանանք բարոյականությունը վերականգնենք, հետո իրավունքը վերականգնենք, հետո մնացած բոլոր միսիաները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Ձայնը տրվում է պարոն Դավիթ Անանյանին։